Խնդիրը կանում է նրանում, որ ասենք կան կոռուպցիայի տարբեր ընկալումներ, եթե մենք վերցնենք մեր հասարակության լայն շրջանակները, կոռուպցիան դիտում են միայն որպես կաշառք եւ ասոցացնում են, նույնացնում են կոռուպցիան զուտ կաշառակերության հետ, բայց կոռուպցիան ինքը շատ լայն երևույթ է, որը ներառում է տասնյակ երևույթներ եւ անգամ ոչ բոլոր այդ երևույթները անգամ քրեական օրենսգրքի ինչ որ հոդվածների տակ են գնում, հա, կան բազմաթիվ կոռուպցիոն երևույթներ, որ անգամ հնարավոր չէ ինչ որ քրեական օրենսգրքի, այսպես հա, որոշակի իրավակարգավորումներով կամ սանկցիաներով պատժել եւ կոռուպցիայի մեջ լայն իմաստով նաեւ դիտվում են տարատեսակ պաշտոնական հանցագործությունները, նաեւ հովանավորչությունը, նեպոտիզմը կամ կենցաղային լեզվով ասած խնամի ծանոթ բարեկամական այս հարաբերությունները, որոնք բավականին ուժեղ ավանդույթներ ունեն մեզ մոտ տարբեր շերտերում, ցավոք սրտի նաեւ հանրային կառավարման համակարգում եւ մենք ունենք մեր պրակտիկայում բազմաթիվ դրվագներ, երբ որ իրար հետ անմիջականորեն փոխկապակցված, հա, մերձավոր ազգականներ զբաղեցնում են պաշտոններ, ավելի շատ ինձ թվում է, այստեղ ոչ թե հաշվի առնվում տվյալ նշանակվող անձի օբյեկտիվ համապատասխանությունը տվյալ պաշտոնի կամ այլ ավելի ազգակցական կապերը, որը դիտվում է հովանավորչություն, նեպոտիզմ կամ այդ ԽԾԲ, հա, խողովակը, որը նույնպես դասական իմաստով հանդիսանում է կոռուպցիա եւ անկախ նրանից թե որ ռազմավարական ծրագրով դա կնախատեսվի թե ոչ, ամեն դեպքում կարծում եմ որ պետությունը պարտավոր է համապատասխան մեխանիզմներ ներդնել, ոչ միայն ներդնել, այլ իրականացում ապահովել, որ տարբեր բնագավառներում այդ նեպոտիստական, հովանավորչական ըստ էության մոտեցումները բացառվեն, կանխարգելվեն, որտեղ դա նաև բերում է շահերի բախման, դա նաև ազդում է, հա, որոշումների կայացման օբյեկտիվության վրա եւ բնականաբար ուղղակիորեն ներազդում է ինչպես բարեվարկության, այնպես էլ կոռուպցիոն ֆոնի վրա։